չկա դաշնակցություն։ Կա ռոբասերժական, խմբակի, մաս կազմող, քաղաքական թիմ, որը իր անունը այս պահին, այո, դաշնակցություն է, բայց այս դաշնակցությունը ըստ էության որևէ կապ չունի որևէ գաղափարական ուղղության հետ։ Ուր եք դուք 3 օրինակ։ Հիմա գալիս եք ինչ-որ բարձրագոչ հայտարարություններ եք անում, մեղադրանքներ եք հնչեցնում, հարցեր եք տալիս այս ամբիոնից։ Ուր եք 3 կառավարության հետ հարցու պատասխանին, վարչապետը ձեզ էր ման գալիս ճիշտն ասած 3, որ ձեր հարցերին պատասխաներ, ինչպես միշտ էլի ձեզ տար պատերով։ Դրա համար էիք 3 էլի փախել ազգային ժողովից։ Ոնց որ նախորդ գումարման, նախորդ քարորիայի ժամանակ, էլի ուզում եմ հիշեցնել, գործընկերներս հիշեցնեցին, 20 րոպե ընդմիջում եք վերցնում, խրոխտ հայտարարություններ անելով, հեռանում եք ու էլ չեք գալիս։ Այս ձեր համար պարտիզանական կռիվները չի, հա? Պարտիզանական կռիվ չի, էս դա անտառներում, որ գաք ինչ-որ փոքր կրակներ վառեք, փախնեք, սպասեք ինչ-որ մեծ պայությունների, ոնց որ պատմականորեն ժամանակին արել եք 1890-ականներին, 1900-ականներին։ Այս ձեր համար այդ ժամանակները չեն։ Քաղաքական գործունեությամբ եք զբաղվում, եկեք այստեղ քաղաքական գործունեությամբ զբաղվեք։ Երեք էլ պարոն Մինասյանն ասում էր գալու ենք, սպասեք, հեսա 10 րոպեանոց ելույթներն են, հեսա նայեք ինչ ենք անում, ինչ եք անում, ինչ պետքա դուք անեք, ինչ կարաք դուք անեք։ Դուք գաղափարապես քաղաքական իմաստով սնանկ եք, հարգելի գործընկերներ։ Դուք ասելիք եւ անելիք այլևս չունեք։ Եվ դաշնակցության անցյալն այլևս հետաքրքիր չի այս իմաստով։ Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում դուք մշտապես մաս եք կազմել ռոբասերժական իշխանությունների կառավարմանը, կոալիցիա եք կազմել, կամ կոալիցիա չեք կազմել, տակից աջակցել եք, դուք պարազիտացել եք, նորանկախ Հայաստանի պատմության ողջ ընթացքում դուք պարազիտացել եք ռոբասերժական իշխանության վրա, կաբինետներ եք վերցրել ձեզ համար, գնացել եք հանգիստ ձեր համար նստել եք, կոռուպցիոն, թալանչի, քաղաքացիներին ունե զրկող իշխանությունների հետ շատ սիրուն, համերաշխ, հավեսով աշխատել եք, հավեսով, տակ տեղ եք մանեկել ձեզ և գտել եք, թե Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, թե հատկապես Ռոբերտ Քոչյանի տարիներին, հիմա էլ եկել եք Ռոբերտ Քոչյանին, ուրեմն ձեր հավատարմությունն եք հայտնում մշտական, դարձրել եք ձեր քաղաքական ուժի ղեկավար, այն նույն Ռոբերտ Քոչյանին, ով միութենական պետություն է պատկերացնում, եւ այլն եւ այդպես նույն Ռոբերտ Քոչյանն ու մորոք հոկտեմբերի 27-ը եղել, Պողոս Պողոսյանը սպանվել դաշնակցական, մարտի 1-ը եղել։ Եվ Արծվիկ Մինասյանն էլ ստեղ եկել է սահմանադրական կարգի տապալման հոդվածն է մեջբերում։ Կգնաք Ռոբերտ Քոչյանի դեմը կնստեք, պարոն Մինասյան, եւ սահմանադրական կարգի տապալման հոդվածը կկարդաք Ռոբերտ Քոչյանի մասին, հետո էլ մարտի 1-ի տեսանյութերը կդնեք, հոկտեմբերի 27-ի տեսանյութերը կդնեք, իրար հետ կնայեք։ Ես ձեզ դրա լինքերը կուղարկեմ, եթե պետք է։ 30 տարի, ասում եմ, մեր 30 տարի մեր դիվանագիտությունը, դուք եկաք և մեր դիվանագիտությունը խայտառակ ուրեմն տեղ հասցրեցիք մեր դիվանագիտությունը, մենք գիտեք ինչ դիվանագիտությամբ ենք զբաղվում 30 տարի, տեսել ենք գնում եք եվրոպական հարթակներ, ռուսերեն ելույթներ էիք ունենում։ Այդտեղ ձեր նշանակած դեսպաններն են ձեր դիվանագետները, հա, ոնց որ, այն որ ուղղակի տենց լավություն ձեր ընկերներին, ախպերներին տեղավորում եք տարբեր երկրներում որպես դեսպաններ, այդտեղ ձեր դիվանագիտությունը, ձեր կզած ա եղել ձեր դիվանագիտությունը նախորդ տարիներին, ձեր կառավարման տարիներին, ձեր քաղաքական ղեկավարների կառավարման տարիներին, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչյանի, այդտեղ ձեր դիվանագիտությունը։ Ինչի մասին եք եկել այստեղ խոսում, չեք ամաչում ուղղակի։ Այսինքն հիմա քաղաքացիները տեսնում են, չէ՞, Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշը, հարաբերությունները տարբեր երկրների հետ, երկկողմ հարաբերությունները, փաստաթղթերը ստորագրված եւ տեսնում են նաեւ թե դուք ինչ եք բերել այս երկրի գլխին ձեր կառավարման տարիներին։ Ասում են Ղարաբաղը, մեզ մեղադրում են, որ ասում են Ղարաբաղը թոք եք, այո, դուք եք Ղարաբաղը թոք սարքել Հայաստանի Հանրապետության համար, դուք, որովհետև դուք Ղարաբաղի հարցը մշտապես օգտագործել եք Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթելու համար։ Եվ հիմա էլ ձեր ընդդիմադիր նպատակների համար եք Ղարաբաղը, Ղարաբաղի ժողովրդին օգտագործում, ազդելով նրանց հույսերի եւ փորձելով տարբեր խարդավանքների մեջ ներգրավել Ղարաբաղի ժողովրդին ձեր ստերով եւ կեղծիքներով։